Երբ եւ որտեղ խաղաղության թուղթը կստորագրվի, Ալիևի նոր վերջնագրերն ու խաղերը։ Սահմանին հանգիստ է Բաքվի ստերը Ալիևի հայտարարությունները արդարացնելու համար են։ Անկոչ հյուրեր հաթերքում թշնամին իրենով է անում հայկական գյուղի պատմությունը։ Ինչ չի կարելի Հայաստանում, կարելի է Վրաստանում, ինչու են Վրաստանից եկողները Հայաստանում տուգանվում։ 7 հասցեում արդեն 17 թեքահարթակ կա, այս տարի եւս 400-ը կավելանա։ Կարող ես շքեղ տուն ունենալ, բայց անապահով համարվել, եկամուտ ունեցվածքի սոցիալական բացը։ Որակը տեղն է, թղթերն է խնդիրը, ինչու են հետ կանչել դեղերը։ Եվ 151 միավոր տեխնիկա Միացյալ Նահանգներից Հայաստանին։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին, ես Հայկ Նավասարյանն եմ։ Եվ այսպես թողարկումը սկսենք տարածաշրջանային վերջին զարգացումներով Բաքվի մամուլը անցնող օրերին հեղեղված է հակահայկական հերթական ստերով, իբր թե Հայաստանը հարձակման է պատրաստվում, իրար հետևից զորավարժանքներ է իրականացնում ու կրակում Սյունիքի հատվածում ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Մինչդեռ պարզ է, թե շանգլուխը իրականում որտեղ է թաղված ու ամենևին էլ պատահական չէ, որ հնարավոր սադրանքի համար հենց Սյունիքն է թիրախում։ Ալիևը ուղիղ տեքստով է հայտարարում, եթե Հայաստանը չբացի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը, ինքը խաղաղության պայմանագրից դուրս կգա։ Կկնքեն ի վերջո խաղաղության թուղթը, երբ որտեղ երկուստեք հաստատում են 17 կետերով փաստաթուղթը համաձայնեցված է, բայց սա փաստորեն ամենևին էլ չի նշանակում, որ մնացել է ստորագրումը, շարժումը գրիչով։ Ալիևը շարունակում է վերջնագրերի շարքը, նրա սիրտը Զանգեզուր կոչվածն է ուզում է, որ փոխենք մեր մայրօրենք սահմանադրությունը, ու հարց է, թե դեռ էլ ինչեր է ուզելու։ Պատրվակներ են անշուշտ, նա շարունակում է մանևրել, ստել, ասում էր անցած նոյեմբերին COP29-ից հետո հնարավոր է ստորագրվի, հետո ասում էր կստորագրվի, եթե բոլոր կետերը համաձայնեցնեն։ Մոսկվայում էր ասում ռուսական լրատվամիջոցին։ Երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Երբ ամբողջը համաձայնեցվի։ ԱՄՆ նախագահի անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլթսը զանգել է Բաքու խոսել Ալիևի օգնական Հաջիևի հետ։ Նույն օրը, երբ Բաքուն կեղծ լուրեր էր տարածում, թե հայկական կողմից կրակել են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը ռեժիմով օրվա մեջ 3 անգամ հերքեց։ Ինչ է խոսել Ուոլթսը Հաջիևի հետ։ Ես նրան ասացի, որ այժմ մենք պետք է վերջնական հանգրվանին հասցնենք այդ խաղաղության գործարքը, ազատ արձակենք բանտարկյալներին եւ միասին աշխատենք տարածաշրջանը ավելի անվտանգ եւ բարգավաճ դարձնելու ուղղությամբ։ Ամերիկայի ոսկե դարը խաղաղություն եւ բարգավաճում կբերի աշխարհին եւ մենք չենք դադարի աշխատել, մինչեւ դա տեղի ունենա։ Աշխարհն ակտիվացավ, երբ իմացավ ի վերջո համաձայնություն կա, ողջունում էին։ Չէր սպասում Ալիևը, հիմա ինչ հնարքի է դիմում։ Բաքվի լրատվամիջոցները հատկապես նրանց պաշտպանության նախարարության հետ ասոցացվող վերջին օրերին անընդմեջ են կեղծ լուրերը տարածում, իբր Հայաստանը պատրաստվում է հարձակման։ Բացարձակ չեն անդրադառնում փաստին, որ Բաքուն մերժում է Երևանի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ։ Պարզ ասած, Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի համատեղ հետաքննություն կատարվի, եղել է հրադադարի խախտում, թե ոչ։ Ադրբեջանն ըստ մասնագետների չի ձգտում դրան, որպեսզի շարունակի Հայաստանին մեղադրել պատերազմ հրահրելու համար եւ այդ սուտը օգտագործելով ռազմական ագրեսիայի գնա։ Ուշագրավ է, որ սուտը ձևակերպում են մեջբերում հայկական զինուժը կրակ է բացել սահմանի հարավ-արևելյան ուղղությամբ։ Իսկ սա ի դեպ այն հատվածն է, որտեղ Բաքուն ձգտում է Զանգեզուրի միջանցք կոչվածին։ Ադրբեջանն եւ Թուրքիան չունեն նպատակ Հայաստանի հետ ունենալ խաղաղ հարաբերություններ, նորմալ հարաբերություններ, իրենց նպատակը Հայաստանը ոչնչացնելն է, թե իրենք դա կարող են հասնել այդ նպատակին ունենալով որևէ փաստաթուղթ, այդ փաստաթուղթը կստորագրեն։ Եթե այդ փաստաթուղթը իրենց սահմանափակելու, ապա չեն ստորագրելու ու արդեն հողի վրա են այդ քայլերը ձեռնարկելու։ Ամեն Ադրբեջանի բավարարված պահանջը Հայաստանին ինչ որ իմաստով զինացափում է։ Հանրահայտ է, որ խաղաղության փաստաթղթում սահմանադրության փոփոխության հարց չկա։ Հանրահայտ է, որ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը առանձնացված է եւ բոլորովին այլ քննարկման նյութ է։ Եվ ուրեմն ինչու է Բաքուն ասում վաղ է խոսել ստորագրման տեղի եւ ժամի մասին։ Հիմա էլ հայտարարում է, թե Հայաստանը պետք է բացի Զանգեզուրի միջանցքը, ստեղծի ապառազմականացված գոտի եւ ապամոնտաժի սահմանային ռազմական ենթակառուցվածքները։ Նա նախազգուշացրել է, եթե Հայաստանը չկատարի այդ պայմանները, Ադրբեջանը կարող է դուրս գալ խաղաղության պայմանագրից։ Նա նոր բաներ է մոգնում, ով կզսպի Ալիևին։ Սիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։
Պաշտպանության նախարարությունը հերքել է Բաքվի հերթական սուտը։ Լուրը, թե հայկական զինուժը մարտի 17-ին ժամը 01:25-ից 12:55 ժամանակահատվածում կրակել է սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը։ Միևնույն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատում է, պատրաստ է հետաքննել Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը հիմնավորող փաստերը դրանք Հայաստանին փոխանցելու պարագայում։ Խաղաղության համաձայնագրի տեքստը ամբողջացնելուց հետո էլ Բաքուն շարունակում է մանևրել, պատճառներ մոգոնել, որ Ալիևի ստորագրությունը չլինի խաղաղության թղթի տակ։ Ավելին, քաղաքագետները կարծում են, որ պատահական չէ, երբ Բաքուն սկսել է հին սկավառակը պտտեցնել, հայտարարելով, թե հայկական ուժերը կրակում են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, այսպես հող նախապատրաստելով նոր ագրեսիայի համար։ Մինչդեռ Հայաստանի խորհրդարանի խոսնակը կարծում է, որ այս փուլում Բաքուն նման քայլի չի գնա։ Հայկական փորձագիտական, քաղաքական դաշտն ու հասարակությունը քննարկում են նախ եւ առաջ ոչ թե համաձայնեցված փաստաթղթի բովանդակությունը, որն ի դեպ հրապարակված չէ, այլ այն հարցը, թե արդյոք Ալիևը որևէ թղթի տակ ստորագրություն կդնի, երբ նրա հռետորաբանությունը լիովին այլ բան է հուշում։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը ռեժիմով հերքում է Բաքվի ստերը, թե սահմանագոտում հայկական կողմը կրակ է բացել։ Եվրամիության դիտորդական առաքելությունն էլ հայտարարեց, իրավիճակը սահմանին մնում է հանգիստ, արտառոց ակտիվություն չի նկատվում։ Ալիևի այս ձեռագիրը մեզ լավ հայտնի է, արդյոք նորից սադրանքի հող է նախապատրաստում։ Ամեն դեպքում խորհրդարանի նախագահը կարծում է, որ դա արվել է Ադրբեջանի նախագահի հայտարարությունն արդարացնելու համար։ Ալիևն ասել էր, թե հայկական կողմի նկատմամբ զրոյական վստահություն ունի։ Այս փուլում ես չեմ կարծում, որ նման քայլի կգնա, նոր ենք հայտարարել, որ խաղաղության համաձայնագիրը համաձայնեցված է եւ ակնհայտ է Եվրոմիության դիտորդների գնահատականը եւ դե աշխարհը Ադրբեջանի Telegram ալիքների վրա հիմնվելով չի իր կարծիքները կազմում։ Հայաստանի համար վտանգավոր կետ չկա, փաստաթղթում շարունակում է ազգային ժողովի նախագահը, պարզաբանում է, եթե նույնիսկ վտանգավոր կետեր կան, ապա դրանք երկուսի համար են, որովհետև բոլոր կետերը երկկողմանի են։ Այդ դեպքում ինչու էր Ադրբեջանը ամիսներ շարունակ զիջումներ պահանջում, իսկ Հայաստանը հրաժարվում համաձայնել այդ կետերին։ Քաղաքագետը կարծում է, ամենայն հավանականությամբ Հայաստանի իշխանությունը ծանրութ հետև է արել, թե ավելի մեծ վտանգ է պահանջում չհամաձայնելը, թե համաձայնելը։ Արդյունքում եկել են եզրահանգմանը, որ ավելի քիչ վտանգավոր է համաձայնել ադրբեջանական պահանջին։ Ասում է, պարզ է, որ պահանջներն այս ընթացքում հայկական կողմի սրտով չեն եղել։ Ես պարզ է, որ եթե մենք ընդունել ենք, ոչինչ չանական դա մեզ համար դարձել է ավելի ձեռնտու։ Պատմաբեդ ենթադրում եմ, որ որոշ ընդունումների գտել են, որ ներժումը ավելի ծանր բացական հետևանքների կհանգեցնի, քան պահանջների ընդունումը։ Վերադառնալով այն հարցին, թե արդյոք Ալիևը կստորագրի փաստաթուղթը, քաղաքագետը հիշեցնում է, անկախ փաստաթղթի բովանդակության համաձայնեցումից, Ադրբեջանը շարունակում է նաև հիմա նախապայմաններ առաջ քաշել, մեծ հաշվով երաշխիք չտալով, որ եթե տեքստը համաձայնեցված է, ապա ստորագրումը մոտ է։ Ինչ վերաբերում է սահմանին հայկական սադրանքի մասին կեղծ լուրերին, ապա այստեղ դարձյալ նորություն չկա։ Քաղաքագետը համոզված է, Բաքուն բաց է պահում հավանական ռազմական ագրեսիայի պատուհանը։ Արվում է, որպեսզի ցանկացած բան, երբ Ադրբեջանի քաղաքական որոշում, քաղաքական ղեկավարությունը որոշում ընդունի կամ ինքը հանգի եզրակացության, որ եկել է պահա ռազմական գործողությունների վերսկսման, որպեսզի ֆոնը լինի նպաստավոր, գետնի վրա իրական փոփոխություններ չկան։ Այո, մենք ունենք համաձայնեցված հրապարակված տեքստ, բայց բնույթ ժամանակ ունենք իրավիճակ, երբ եթե Ադրբեջանը չփոխի իր դիրքորոշումը, ապա այս համաձայնագրի ստորագրումը լավագույն դեպքում հնարավոր է առնվազն 1.5 տարի անց 2026 թվականի երկրորդ կեսին։ Ինչ սպասես ստող կրակելու սպառնալիքը օդում կախած, քեզ չվստահող հարևանից, որ վերջնագրեր է դնում խաղաղության սեղանին։ Կստորագրի թե ոչ, հարցը մեկ պատասխան ունի՝ չեն փոխվել բռնապետի առավելապաշտական երազանքները։ Տիգրան Գուրգենյան, ժամը լրատվական։ Իսկ երբ անցյալիդ հետ հաշտ չես, ներկայում մնում է մի բան անել, մտավարժանքներ անել, ստեր հորինել ու դրանցով կերակրել սեփական ժողովրդիդ։ Օկուպացված Արցախի Հաթեր գյուղի հայկականության մասին խոսում են դեռ 12-ից 15-րդ դարերի գրավոր եւ վիմագիր արձանագրությունները։ Փաստում են, որ բնակավայրը դարեր շարունակ եղել է հայկական, դրա մասին խոսում են նաև մարդահամարի տվյալները, այստեղ ադրբեջանցիներ չկան։ Մինչդեռ Բաքուն հայկական գյուղը իրենցն է համարում ու մի խումբ անկոչ հյուրերի ուղարկում իբրև վերաբնակեցնելու։
Բռնազավթված Արցախի Հաթերք գյուղում ադրբեջանցիները վերաբնակեցրել են 25 ընտանիք 91 բնակչով։ Ազատագրված տարածքներ վերադարձի ծրագիր են մոգոնել ու իբր դրա շրջանակում են անում այդ վերաբնակեցում կոչվածը։ Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ մեկը մյուսին հերթ չտալով թմբկահարում են, թե իբր այդ վերաբնակիչ կոչվածները գյուղի բնիկներն են եղել։ Մշակութային ժառանգության փորձագետը չի զարմանում։ Նպատակաուղղված այս քաղաքականությամբ Ադրբեջանը հերթական պատմական կեղծիքն է առաջ մղում։ Ադրբեջանի այս հայտարարությունները մեր մասած զարմանք են առաջացնում, քանի որ արկա են դերևս խորհրդային տարիներին իրականացված մարդահամարի տվյալներ, որտեղ նշվում է բնակավայրի բնակչության էթնիկ կազմը, եւ ադրբեջանցիներ այդ տարածքում չեն ապրել։ Հաթերք բնակավայրը մշտապես ունեցել է հայկական բնակչություն։ Դա են վկայում նաև 19-րդ դարի վերջին արված մարդահամարի տվյալները։ Հերթական բեմադրությունն է, որով թոզ են փչում աշխարհի աչքին, ասում է պատմաբանը, ընդգծում։ Որքան էլ նոր սերնդին փորձեն մոլորեցնել, թե իրենք դարերով ապրել են այդ հողի վրա։ Միևնույնն է, ավագ սերունդը գիտի ճշմարտությունը, գիտի, որ Արցախը հայկական է։ Ադրբեջանցիները չեն շտապում վերադառնալ Արցախ, քանի որ վստահ չեն, որ նրանք այնտեղ երկար են մնալու։ Գիտակից մասն Ադրբեջանի շատ լավ գիտի, որ հակամարտությունը լուծված չէ, շատ լավ գիտի, որ նրանք խոսքը գնում է հայերի պատմական տարածքների մասին եւ կարծում եմ չեն ուզում հավելյալ անգամ վտարանդիության առաջ կանգնել։ Հաթերք գյուղը Արցախի ամենահին բնակավայրերից է, հարուստ բազմաթիվ հուշարձաններով։ Դրանք 2023-ի Արցախի հայաթափումից հետո հայտնվել են թշնամու ուղիղ թիրախում։ Գյուղի կենտրոնում է 17-րդ դարով թվագրվող Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը եզակի է իր խաչքարերով։ Հայաթափված Հաթերքում, սակայն, Ադրբեջանը արդեն իսկ հասցրել է ավերել հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը եւ վանդալիզմի ենթարկել գյուղի եղբայրական գերեզմանատունը։ Միջազգային օրենսդրությունը պնդում է, որ գրավյալ տարածք բռնազավթված տարածքներում անկախ ցանկացած իրավիճակից գրավյալ կողմը պարտավոր է պահպանել եւ պաշտպանել տեղի մշակութային լանդշաֆտը, ընդհանուր պատմությունը եւ հուշարձանները։ Ադրբեջանի կողմից հայկական տարածքների ադրբեջանցիներով վերաբնակեցումը ունի եւ նաեւ ունեցել է պատմական լանդշաֆտի ոչնչացման եւ հայկական հետքի ոչնչացման նպատակ։ Հոգեբանական ճնշում է գործադրում արցախցիներից վրա, որպեսզի այսպես ասենք մենք մեր հույսը կտրենք մեր երկրից, որ ինքը արդեն այնտեղ ադրբեջանցիներին բնակեցնում է եւ մեր վերադարձը այսպիսով հնարավոր չի լինելու, անգամ աղավնոյում երբ նա սերտիֆիկատներ է բաժանել, այդ սեփականատերերը չեն շտապում գնալ աղավնո, ավելին փորձում են այդ տները վարձով տալ մեկ ուրիշին։ Ադրբեջանը կոպտորեն ոտնատակ է առնում մի շարք միջազգային կոնվենցիաներ, դրանք են պաշտպանում պատմական հուշարձաններն ու մշակութային ժառանգությունը, արգելելով այդ կոթողների դիտավորյալ ոչնչացումը, կեղծումը, ապօրինի փոփոխությունը։ Թշնամին էլ նոր սցենարներով օրորի զարկ է տալիս ֆանտազիային ու բացում երախը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ 7 հասցեում արդեն 17 թեքահարթակ կա, այս տարի եւս 400-ը կավելանա։ Կարող ես շքեղ տուն ունենալ, բայց անապահով համարվել, եկամուտ ունեցվածքի սոցիալական բացը։ Որակը տեղն է, թղթերն է խնդիրը, ինչու են հետ կանչել դեղերը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը, այժմ միջազգային լրահոս։ Թեհրանը կպատասխանի Թրամփին, երբ ավարտի նամակի վերլուծումը։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային է հայտարարել, որ Թեհրանը մտադիր չէ հրապարակել նամակի բովանդակությունը, ընդգծելով, որ լրատվամիջոցների հրապարակումները հիմնականում շահարկումներ են, այդուհանդերձ նա հավելել է, որ նամակի ենթատեքստը չի տարբերվում ԱՄՆ նախագահի հրապարակային ասածից։ Թրամփը, հիշեցնեմ, հայտարարել էր, որ ցանկանում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել եւ որ այդ մասին նամակ է ուղարկել Իրանի հոգեվոր առաջնորդին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է մարտի 18-ին Ուկրաինայի հարցով զրուցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ցանկանում ենք տեսնել, կարող ենք արդյոք վերջ դնել այս պատերազմին։ Գուցե մենք կարող ենք, գուցե ոչ, բայց ես կարծում եմ, որ մենք շատ լավ հնարավորություններ ունենք, ասել է Թրամփը։ Կիրակի օրն էլ Ուկրաինայի հարցով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը CNN-ի եթերում հայտարարել է, որ Մոսկվայում դրական բանակցություններ է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ եւ հույս է հայտնել, որ նախագահների միջև առաջիկա զրույցը եւս նրա ձևակերպմամբ լավ եւ
դրական կլինի։ Ֆրանսիացի եվրապատգամավոր Ռաֆայել Գլուքսմանը ուշագրավ հայտարարություն է արել խստորեն քննադատելով Դոնալդ Թրամփի ԱՄՆ քաղաքականության արմատական փոփոխությունը ձախ կենտրոնամետ շարժման համագումարում Գլուքսմանը հայտարարել է, որ Ֆրանսիան պետք է հետ վերցնի հանրահայտ ազատության արձանը, քանի որ Միացյալ Նահանգները այլևս չի ներկայացնում այն արժեքները, որոնք խրախուսել էին Ֆրանսիային նվիրել արձանը։ Հիշեցնեմ, Օգյուստ Բարտոլդի նախագծած ազատության արձանը Նյու Յորքի նավահանգստում բացվել է 1886 թվականի հոկտեմբերի 28-ին Ամերիկայի անկախության հռչակագրի 100-ամյակի կապակցությամբ։ Եվրամիությունում Ամերիկայի առևտրի պալատը, որի ավելի քան 160 անդամների թվում են Apple-ը, ExxonMobil-ը և Visa-ն, անդրատլանտյան տնտեսությանը վերաբերող տարեկան իր զեկույցում կանխատեսել է, որ Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը կարող է հանգեցնել տարեկան 9.5 տրիլիոն դոլար վնասի։ Ամերիկայի առևտրի պալատը նախազգուշացրել է, որ առկա սերտ առևտրային հարաբերությունները կարող են մեծապես վնասել Միացյալ Նահանգների և Եվրամիության միջև սկսված առևտրային պատերազմի պատճառով։ Եվ վերադառնանք Հայաստան, էլեկտրական մեքենաների ներմուծման խնդիրը կրկին թիվ 1 ամբիոնում է։ Ինչպես ստացվեց, որ ֆիզիկական անձինք ավելի շատ մեքենա բերեցին, քան դիլերները։ Ըստ իշխանական պատգամավորի բանն այն է, որ դիլերները ֆիզանձանց անունով են ներկրել մեքենաները։ Այդ պատճառով էլ իրենց քվոտաները մնացել են, քաղաքացիներին է սպառվել։ Մեքենաների հետ կապված մեկ այլ խնդիր էլ ջավախահայերն են բարձրացնում, մքեցված ապակիներով Հայաստան են մտնում ու տուգանվում։ Ջավախցի պատգամավոր Շիրակ Թորոսյանը մգեցված ապակիներով Վրաստանից Հայաստան մեքենաներով ուղևորների խնդրին է անդրադառնում։ Ջավախահայերն ու Վրաստանի քաղաքացիներն են դիմել պատգամավոր Թորոսյանին։ Դժգոհել, մգեցված ապակիներով մեքենաներով Հայաստան մտնելիս տուգանվում են։ Շիրակ Թորոսյանն առաջարկում է, որ այն ժամանակահատվածում, որի ընթացքում Հայաստանում կլինեն ջավախահայերը, նաև Վրաստանի մյուս քաղաքացիները տուգանքներ չկիրառել։ Վրաստանի քաղաքացին, տուրիստը մտնում է Հայաստան, մաքսակետից դուրս է գալիս եւ հաջորդ պահին մեր բարեկը նրան տուգանում է մեկեցված ապակիների համար։ Նրանց հնարավորություն տանք ինչ որ ժամկետ, 1 շաբաթ, 2 շաբաթ, չգիտեմ, որ իրավունք ունենա ժամկետում Հայաստանում գտնվելու։ Ամեն դեպքում կքննարկենք, բայց չեմ կարող նաեւ չնշել, որ գործող կարգավորումներով Հայաստանի Հանրապետությունը պետք է մեր օրենքները գործեն։ Հաջորդ խնդիրը վերաբերում էր էլեկտրական մեքենաների քվոտաներին։ ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, թե դրանց մի հատվածի վաճառքի հնարավորությունը տրվել է դիլերներին, մյուսը մասնավորներին, եւ ստացվել է այնպես, որ դիլերները մեքենաների պատվերներ ունենալու դեպքում դրանք ֆիզիկական անձանց անուններով են ներկրել Հայաստան։ Այսինքն դիլերը ոչ թե օֆիցիալ ներկրում արել, այլ ֆիզանձը, որ դիլերի մեքենայի պատվեր է տվել, հետո այդ մեքենան ձևակերպել են ֆիզանձի անունով եւ հետեւաբար դիլերների քվոտան չի պակասել։ Էկոնոմիկայի նախարարությունում տեղյակ են այդ մասին։ Պատգամավորները հարցրեցին էկոնոմիկայի նախարարին, ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ։ Պապոյանը վիճակագրական տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն քվոտավորված ոչ թե 5000 մեքենաներ են եղել, այլ ըստ նախարարի խոսքը 3914 մեքենայի մասին է։ Այդքան էլ այդպիսի դեպքեր տենց եթե կանել հազվադեպ են ու եթե հիմա մենք ուսումնասիրում ենք, եթե այդպիսի դեպքեր լինենք, այդ ընկերություններին մենք կզրկենք լիցենզիաներից։ Իրականում 5000 չի եղել, այդ 5000 մեքենաներից 1086-ը արդեն իսկ 24 թվականի դեկտեմբերին եղած եւ այսինքն տեղափոխվածներն են։ Փաստացի 3914 մեքենայի մասին է խոսքը։ Դեպի ԵԱՏՄ թե Եվրամիության շուկա, հարցրին էկոնոմիկայի նախարարին։ Պապոյանն այսպես արձագանքեց. Հայաստանի կառավարությունը կողմ է դիվերսիֆիկացմանը, եւ դա չի նշանակում, որ Հայաստանը դեմ է ԵԱՏՄ-ին։ Կա թյուր կարծիք, թե ԵԱՏՄ ստանդարտները ավելի ցածր ստանդարտներ են, քան Եվրոպական միության ստանդարտները։ Բացարձակապես այդպես չի։ ԵԱՏՄ-ում շատ բարձր ու շատ բարդ ստանդարտներ են դրված, եւ դա շատ նորմալ ու տրամաբանական է, եւ դա արվել է առաջին հերթին ԵԱՏՄ երկրների տնտեսությունների մրցունակություն ապահովելու նպատակով։ Բարձր որակ ենք արտադրում, բայց դեռ չեն կարողանում բարձր որակի շատ մեծ
արտադրանք թողարկել։ Այսինքն մեր արտադրողականությունը դեռևս բավարար բարձր մակարդակի վրա չի, տեխնիկական հագեցվածությունը, մասնագիտական որակավորման պակաս ունենք։ Հայաստանին գնողունակ շուկա է անհրաժեշտ, ասում է նախարարը։ Այդ առումով ըստ նրա եվրոպական շուկան ավելի գնողունակ է, իսկ եվրոպական շուկայից օգտվելու համար Հայաստանն առաջին հերթին պետք է արտադրի բարձր որակի մրցունակ ապրանք։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Անապահովության գործող կարգով պարզվում է կարող ես թանկարժեք բնակարանի տեր լինել, բայց անապահով համարվել, եթե գրանցված եկամուտ չունես։ Պատճառն այն է, որ հիմա քաղաքացու եկամտի եւ ունեցվածքի միջև ուղիղ կապ չկա։ Նախարարությունն այժմ փորձում է եկամուտ ունեցվածք սոցիալական բացը փակել նոր ծրագրով, որի համար շահառուն թղթերը ձեռքին դռնեդուռ ընկնելու առիթ չի ունենա։ Կոտայք ու Սյունիք առաջինն այս մարզերի անապահով ընտանիքներին գնահատելու կարգն է փոխում աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը։ Շաբաթներով թղթեր հավաքելու անհրաժեշտություն էլ չի լինի, առցանց հայտը կլրացնեք ու միայն վերջում ընտանիքի չափահաս անդամներով կայցելեք սոցծառայության գրասենյակ համապատասխան փաստաթղթերի տակ ստորագրելու։ Փորձարկման փուլ է, կաշխատեցնեն, հետո մյուս մարզեր կտանեն։ Նախկինում տվյալների հավաքագրումից հետո միայն հնարավոր էր փաստացի ստուգել տեղեկատվությունը քաղաքացիների մասին, որը 1 ամիս էր տևում։ Տվյալ դեպքում մենք ունենք երկփուլ տվյալների ստուգման հնարավորություն եւ այս ընթացքում ուղիղ շտեմարաններից տվյալների ստուգումը իրականացվում է, այսինքն քաղաքացին արդեն միանգամից հասկանում է ինքը հաջորդ փուլ կանցնի թե ոչ։ Հանրապետության մյուս 8 մարզերում այս պահին դեռևս գործում է անապահովության գնահատման նախկին համակարգը։ Ըստ փոխնախարար Ժամակոչյանի, այն չունի համապատասխան վստահություն եւ հստակ թիրախ քաղաքացիների եկամուտների եւ ունեցվածքի հետ կապ ուղիղ չէ, թանկարժեք բնակարան ունեցողներն էլ կարող են անապահով ճանաչվել։ Մենք ծայրահեղ անապահով բոլոր ընտանիքներին ենք թիրախավորում նոր համակարգով եւ նրանց տալիս ենք այնքան նպաստ, որպեսզի նրանք հաղթահարեն ծայրահեղ անապահովության շեմը։ Ճիշտ է, կլինեն ընտանիքներ, որոնք դուրս կմնան, այսպես կոչված դուրս կմնան, նոր համակարգից, բայց դա իմաստավորված է, որովհետեւ այդ դեպքում դա կնշանակի, որ ընտանիքներ ծայրահեղ անապահով չեն։ Եթե նախորդ համակարգով ընտանիքի անապահովությունն արդեն գնահատել են, բայց քաղաքացին ցանկություն ունի նոր համակարգով եւս գնահատում անցնել, ապա նախարարությունը դրա հնարավորությունը կտա։ Նոր տարբերակն ի դեպ գործի կդնեն նաեւ, եթե ծրագրի շահառուների փաստագրման 12 ամիսը լրանա։ Իսկ խոցելի խումբն on-line գործիքների անցմանը պատրաստ է, Պաշտոնյան նշում է, ինչ որ չափ արդեն հարմարվել են։ Բնականաբար լինելու են դժվարություններ, լինելու են շահառուներ, որոնց մենք ենք աջակցելու ու ուղղորդելու, սակայն վստահ եմ, որ մի բավականին ստվար հատված էլ ինքը ինքնուրույն է լրացնելու իր դիմումները եւ դժվարություն չի լինելու իրենց մասով։ Սոցծառայության տարածքային գրասենյակներում Wi-Fi-ի խնդիրը լուծել են, պլանշետ էլ ունեն։ Պաշտոնյան վստահեցրեց, կարիք լինի կտան քաղաքացիներին, իրենց դիմումը կներկայացնեն։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ 7 հասցեում 17 թեքահարթակ արդեն կառուցվել է մայրաքաղաքում, եւս 400-ը կլինի 2025-ի ընթացքում։ Դրանք պետք է հարմարավետ ու մատչելի լինեն տարբեր խմբերի ծառայելու համար։ Երևանի քաղաքապետարանը գործակարգավարական նիստում քննարկել է նաեւ տրանսպորտից օգտվող չվճարողների հարցը։ Ըստ այդմ 150 դրամ չվճարես 15000 կտուգանվես։ Նախագիծը այժմ հանրային քննարկման փուլում է։ Հասարակական տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու դեպքում 15-ից 18000 դրամի չափ տուգանքներին վերաբերող նախագծերի փաթեթը քննարկվել է նախարարական կոմիտեում, հանրային քննարկման սեղանին է։ Վարչական պատասխանատվության կենթարկվել նաեւ արտոնություն ունեցողների քարտերով երթևեկողները։ Երկշաբաթյա ժամկետը կլրանա ուրեմն հաջորդ երկշաբթի օրը, եթե չեմ սխալվում, եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Քաղաքապետարանի հորդորն է տնտեսվարողներին եւ քաղաքացիներին շինարարական ցանկացած աշխատանք կատարելիս դիմել, թույլտվություն ստանալ եւ հետո միայն իրականացնել գործողություններ։ Տնտեսվարողները որոշ դեպքերում մտածում են, որ մենք շաբաթ-կիրակի չենք աշխատում, բայց դա այդպես չի, եւ նման բարեկարգման աշխատանքները, այո, պահանջում են համապատասխան թույլտվություններ, որոնք որ արդեն իսկ իրականացվում են էլեկտրոնային, բավականին բարձրացված տրամաբանությամբ։ Հունվար-փետրվար ամիսներին եւ մինչեւ մարտի կեսը վաճառվել է 17 միլիոն 743 հազար տոմս։ Հասույթը 2 միլիարդ 538 միլիոն դրամ է եղել։ Այդ 17 միլիոն 743 հազարը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկ անգամյա երթերը մինչեւ 1 տարի ժամկետով տոմսերը։
Հրազդանի կիրճում հենապատը ոչ բարվոք վիճակում է։ Այդ հատվածում ջրերի լցվելուց հետո ասֆալտը քանդվում է։ Կենտրոնի թաղապետն է ազանգում։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ այնց ամբողջովին ասֆալտ կանենք, էլի։ Այդ դեպքում նաև ասեք Բիձեքի գյուղում ինչ է կանում։ Այս պահին այդ հանրահայտ հատվածում ավարտվել է լողավազանի վերականգնումը, հանդերձարանի կառուցումը, ինչպես նաև այդ ներքևի հատվածի բարեկարգումը, շարունակվում է վերևի հատվածը, որտեղ մարզվում են, այդտեղ ընդհանուր բոլոր այդ մարզասարքերի վերանորոգումը արեցինք։ Երթևեկությունը կառավարելու համար ըստ քաղաքապետի այդ հատվածում նաև մասնակի ռետինե հատակներ, լուսացույցեր են տեղադրվելու։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Դեղերի շուկայում լայնորեն օգտագործվող կոնկոր, էութիրոքս և մի քանի անուն այլ դեղեր հետ են կանչել դեղատներից, ովքեր արդեն գնել օգտագործել են, անհանգստանալու առիթ պատճառ չունեն։ Առողջապահության տեսչականը պարզաբանում է, որ դեղերի որակը տեղն է, խնդիրը թղթերի հետ է կապված։ Դեղատնից 6 դեղ հետ է կանչել առողջապահական տեսչականը, դեղերի փորձագիտական կենտրոնն է ուսումնասիրել ու արձանագրել, խնդիրներ կան։ Դեղերի սերիաներին ուղեկցող եւ գրանցման հավաստագրերի իրավատիրոջ կողմից ներկայացված որակի հավաստագրերի համեմատական ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բնօրինակի հետ անհամապատասխանություններ։ Առողջության նեական վնաս չեն հասցնի այդ դեղերը, կառույցից են հավելում։ Նախարարությունից էլ են պարզաբանում տարածել, պնդում են, թե դրանք օգտագործած մարդիկ անհանգստանալու պատճառ ընդհանրապես չունեն, թեպետ տեսչականն օրինակ նաև հորդորել է չխմել դրանք։ Քանի որ արկա է հետ կանչի ենթակա 3-րդ դասի թերություն, խնդրում ենք ուշադիր լինել եւ խուսափել տվյալ դեղի վերոնշյալ սերիաների օգտագործումից։ Դեղերի հետ կանչի որոշման հիմք հանդիսացող թերությունը որևէ վտանգ չի ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ չի առնչվում դեղի որակին, անվտանգությանը եւ արդյունավետությանը։ Իրար հակասող հայտարարությունները առողջապահության ոլորտի փորձագետը քաոսային է որակում։ Իր բառերն են այն իրավիճակը, որն ունենք անարդյունավետ աշխատանքի վկայություն է։ Սպառողը չի նայում, թե դեղորայքի սերիան որն է եւ այլը որն է, ինքը դեղի անունը հենց տեն վա, սկսում է դա այդ տվյալ դեղը արդեն ոնց որ չօգտագործել, որովհետեւ պետական մարմինը նման բան է ասել։ Ուսումնասիրել իրենց կողմից նշված հիմքը, թե ինչ հիմքով են վերջիններս հետ կանչարել, իրենք իրավունք չունեն բացառապես այդ հիմքով հետ կանչանելու, որովհետև հետ կանչի հետ կապված կարգում հստակ գրած է, թե որ հիմքերով կարան տվյալ դեղորայքը հետ կանչանել։ Դեղերը դեռևս դեղատանն են, թե դրանք արդեն հավաքել են, տեսչականը նորություն դեռ չի հաղորդում։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ու կվերադառնանք րոպեներ անց։ 151 միավոր տեխնիկա Միացյալ Նահանգներից Հայաստանին։ Մետեոաշխարհ պատկերը փոխվում է, սպասվում են տեղումներ եւ ջերմային անկում, ավելին հաջորդ հիվ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Հինը նորով փոխարինելու գործը շարունակվում է Հայաստան էլեկտրական ցանցերը առաջիկայում ապարանում Թալինում նախատեսում է շուրջ 26000 մետր օդային գիծ փոխարինել, որից սնվում է մոտ 50 բնակավայր, իսկ Բաշխիչ ցանցի վերակառուցման ներդրումային ծրագրով արդեն Էջմիածնի տարածաշրջանի 19 գյուղ ունի նոր օդային գիծ։ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը շարունակում է Բաշխիչ ցանցի վերակառուցման ուղղված ներդրումային ծրագրերը։ Միայն Էջմիածնում վերակառուցվել է 6 օդային գիծ, փոխարինվել 4000 մետր մալուխային ու 14000 մետր օդային գիծ, որոնք սնում են 19 գյուղ, իսկ Աշտարակի, Բաղրամյանի ու Արմավիրի շրջաններում 5 օդային գիծ, որոնցից սնվում է 11 գյուղ։ Նախկին փայտե հենասյուները փոխարինվել են ավելի անվտանգ երկաթբետոնե սյուներով։ Բնակիչների կողմից զավթացողակտորների միջոցով գծերը գտնվել են իրենց հողատարածներում նախկինում, որը բերել է անվտանգության գոտիների խախտման եւ վթարի դեպքում։ Կառուցելով գիծը մենք վերացել ենք անվտանգության գոտիների խախտումը։ Պաստանցիայից այն կողմից գալիս էր բաց կաբելներով, որից
քամուց հետո կպնում էր իրար, իսկ ինի սա փագով է գալիս։ Դժվար է արդեն դες բաներ լինի։ Մեծամոր համայնքի երաշխավանում եւս այս պահին հիմնանորոգվում է 10 կիլովոլտ օդային անմխիթար գիծը։ Մաշված, թուլացած հատվածները փոխարինում ենք նորերով։ Երկրորդ փուլով սկսենք վերանորոգման ենթարկել գծերի այն հատվածները, որոնք արդեն մաշվածության են աստիճանի են, որ ուժեղ քամիների, անձրևների ժամանակ վթարներ են առաջացնում։ Առաջիկայում եւս նախատեսված է վերակառուցել 14 օդային գիծ ապարանում, Թալինում, Կոշում, փոխարինել շուրջ 26000 մետր օդային գիծ, որից ծնվում է մոտ 50 բնակավայր։ Կառուցելու ենք 2.5 կիլոմետր գիծ, դրա արդյունքում դուրս է գալիս սեփականաշնորհված տարածքներից մոտավորապես մի 8-9 կիլոմետր գիծ, որը եւ սպասարկման եւ շահագործման տեսանկյունից շատ բարդ էր, որտեղ չունենք ճանապարհներ տեխնիկա օգտագործելու եւ վերանորոգման աշխատանքներ կատարելու։ 2016-ից 2024 թվականներին ՀԵՑ-ը շարունակում է վերազինել էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները, ներդնելով ավելի քան 270 միլիարդ դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է նաեւ ՀԵՑ-ի առաջիկա 10 տարիների ներդրումային ծրագիրը, որի արժեքը ավելի քան 300 միլիարդ դրամ է։ Սվետլանա Ավդիշյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Ավրորա մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինան միջազգային հանրությանը կոչ է անում քայլեր ձեռնարկել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին եւ մյուս հայ գերիներին անհապաղ ազատ արձակելու ուղղությամբ։ Միջազգային մամուլում էլ կարդում ենք, որ ամռանը Միացյալ Նահանգները Գերմանիայից Հայաստան տեխնիկա կուղարկի։ Այս եւ օրվա այլ կարևորը մեկ տեսաշարում։ Ըստ ԱՄՆ պետական գնումների պորտալի Միացյալ Նահանգների բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի Դուլմենի ռազմաբազայից տեխնիկա տեղափոխել Հայաստանի պաշտպանության նախարարության խաղաղապահ բրիգադի ԶԱՌ ուսումնական կենտրոն։ Տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ին։ Սպասվում է, որ այն կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Տեխնիկայի վերադարձը Գերմանիա, ինչպես նշված է տրանսպորտային ծառայությունների մատուցման տենդերում, նախատեսված է 2025 թվականի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը ժամանակահատվածում։ Սակայն տենդերն ունի պայման՝ տեխնիկան չի կարող տեղափոխվել Ռուսաստանին, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով դիվանագիտական թույլտվությունների հետ կապված դժվարությունների պատճառով։ Ընդհանուր առմամբ նախատեսվում է տեղափոխել 151 միավոր տեխնիկա, այդ թվում տրանսպորտային միջոցներ, գեներատորներ եւ մասնագիտացված կոնտեյներներ։ Ավրորա մարդասիրական մրցանակի 2017 թվականի դափնեկիր Թոմ Քաթինան տեսաուղերձ է հրապարակել կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայ գերիների անհապաղ ազատ արձակման ուղղությամբ։ Բոլոր նրանք, ովքեր ճանաչում են Ռուբեն Վարդանյանին, գիտեն, որ նրան առաջադրված մեղադրանքները բացարձակապես կեղծ են եւ ծիծաղելի, նշել է բժիշկը, շեշտելով մեջբերում Ռուբենն Արցախ էր մեկնել օգնելու կառավարությանն ու բնակչությանը, անգամ շատ լավ գիտակցելով այնտեղ գնալու բոլոր ռիսկերը եւ չնայած դրան նա որոշեց գնալ։ 2024-ին ԵԱՏՄ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 154%։ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Մասնավորապես Ռուսաստանի դեպքում 156.5% աճ է գրանցվել, Բելարուսի դեպքում 191%։ Ղրղզստանի եւ Ղազախստանի դեպքում որոշակի նվազում է արձանագրվել, Ղազախստանի դեպքում 76.4% է նվազել եւ Ղրղզստանի 51%։ Նախարարը նշել է, որ այս երկրների առևտրաշրջանառության ծավալների կրճատումների պատճառը քիչ ներկրվող ավտոմեքենաներն են եղել։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիներ ավիաընկերությունը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Ընկերությունից տոմս ամրագրած կամ ձեռք բերած քաղաքացիներին խնդրում են դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը գումարի վերադարձ ապահովելու համար։ Հայկական ավիաուղիների տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջիկայում ավիաընկերությունը կներկայանա նոր ու հագեցած պարկով։ Արդիկ քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում կալանավորված անձի դի է հայտնաբերվել, ժամին փոխանցում է քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակը։ Դեպքը տեղի ունեցել մարտի 17-ին ժամը 9:05-ի սահմաններում։ Անվտանգության ապահովման բաժնի ծառայողը խցերից մեկում հայտնաբերել է 1976 թվականին ծնված կալանավորին Սավանով կախված։ Ծառայողը խցում հայտնաբերել է նաև ենթադրաբար կալանավորվածի գրած նամակ։ Քննչական կոմիտեում մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դատաբժշկական փորձակնություն։ Տիգրան Գուրգինյան, ժամ լրատվական։ Եղանակային պատկերում փոփոխություններ ունենք, ինչպիսին կլինի, գիտի Լիլի Հովերը։
Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը, իր հուսալի անվտանգ եւ գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ, Մետեո աշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում մարտի 19-ին սպասվում են ակտիվ տեղումներ։ Մինչև այդ մարտի 18-ը կանցնի փոփոխական երկնքով։ Տեղումներ սպասվում են առավելապես Շիրակում, Կոտայքում, Վայոց ձորում եւ Արագածոտնում։ Լեռնային գոտիներում կտեղա նաեւ ձյուն։ Առանձին հատվածներում սպասվում են քամիներ, վարկյանում մինչև 25 մետր։ Մարտի 19-ից ջերմաստիճանը կնվազի 8-ից 10, Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում 12 աստիճան։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց ձորի լեռնային գոտիներում կդիտվի 15-ից 20 աստիճան։ Վայոց ձորի եւ Արագածոտնի նախալեռներում կանխատեսվել է 18-ից 24 աստիճան։ Լոռիում սպասվում է 19-ից 23, Տավուշում 24-ից 27 աստիճան։ Արարատում, Արմավիրում սպասվում է 22-ից 25 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում կդիտվի 25-ից 28, նախալեռներում 20-ից 23 աստիճան։ Երևանում օրը կանցնի փոփոխական երկնքով։ Երեկոյան սպասվում են տեղումներ։ Այս գիշեր 7-ից 9, ցերեկը 22-ից 24, երեկոյան 10-ից 12 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։